ինչպես պիտի մենք աղոթենք այս օրերի ընթացքում։ Արդյոք մենք կոչված ենք այս 48 օրերում սուրբ կյանք ապրելու կամ աղոթելու համար։ Շատ շատերը այս մեկ անգամվա համար են ապրում տարվա մեջ, որ այս մեկ ընթացքը չխմենք, չծխենք, չհայոյենք, ոմանք Աստծուն լավություն անում, իրենց կանանց չեն դավաճանում, շնության մեղք չեն գործում, ցախ չեն թեքվում, այս այն ընտրում։ Մյուս մասը ընտրում է, որ կաշառ չպիտի վերցնի այս 48 օրերի ընթացքում։ Մի մասը որոշում է, որ չպիտի խափի, սուտ չպիտի խոսի, չպիտի բամբասի, բայց այս ամենը ամբողջ կյանքի համար է, ոչ թե 48 օրերի համար։ Եվ որpիսի դու կարողանաս ամբողջ կյանքդ այդպեսին ապրել, դու միշտ պիտի աղոթես, ոչ թե 48 օրեր։ Ինչ է անում աղոթքը։ Մարդուն մերկացնում է իր մեղքերից։ Աղոթքի միջոցով է մարդը կարողանում ինքն իրեն տեսնել, ինչպիսին է ինքը իրականում, որովհետև ինչքան որ դու Աստծո հետ խոսում ես, ինչքան որ Աստծո հետ մտերմանում ես, քո դատարկությունն ու մերկությունն ես տեսնում։ Ինչքան որ դու Աստծո հետ մտերմանում ես, քո ոչնչությունն ես հասկանում այս աշխարհի մեջ, որ դու ով է լինես այս աշխարհի մեջ, մեկ է մահվան առջև պիտի ծնկիչնես։ Մինչև այսօր մահը աշխարհի բոլոր հզոր թագավորներին, հարուստներին, գիտնականներին, իշխաններին, պարզ ռամիկ մարդուն բոլորին հավաքել տարել է։ Ոչ ոք չի մնացել այս աշխարհի մեջ։ Ուրեմն աղոթքով ես, որ դու նաև հասկանում ես քո կյանքի խորհուրդը, որ դու ժամանակավոր ես այս աշխարհի մեջ, եւ այդ ժամանակավորի մեջ պիտի կարողանաս Աստծո հետ խոսել սովորել։ Եթե մարդը Աստծո հետ խոսել չգիտի, նա նաև չի կարող Աստծո պատվիրանները պահել։ Իսկ երբ որ դու Աստծո հետ չես խոսում, բարոյականությունն էլ ընտրության հարց է, դու ինչպիսի բարոյականություն ես ուզում ունենալ։ Ճաշակի հարց է այդ բարոյականության արժեքները քո մեջ, եթե դու ուզում ես պահել։ Իսկ երբ որ դու աղոթում ես, խոսում ես Աստծո հետ, նաև դու նույնանում ես, վերադարձնում ես այն, ինչ որ Ադամը կորցրեց։ Այն ինչը որ դրախտի մեջ էր մարդ եւ Աստված ամեն օր զրուցում էին։ Մենք այսօր բոլորի հետ ուզում ենք ամեն օր զրուցել։ Կարող ենք հեռախոսով զանգել մեկին, 1 ժամ խոսել, հետո ասել, «Էլ ինչ կա»։ Ու նորից 1 ժամ շարունակենք խոսել այնքան, մինչև հեռախոսն ինքն իրեն անջատվի։ Բայց ընդհանրապես ոչ մի բան չխոսեցինք այդ ընթացքում։ Սրա նրա կյանքը միայն քննադատեցինք, բա իմացար էս ինչը բաժանվեց։ Բա իմացար սրանց տանը ինչ որ մեքենա գնեցին, տները նորոգություն արեցին։ Սա է մեր խոսակցության նյութը։ Բայց սա արդյոք հոգևոր խաղաղություն է բերում քո կյանքի մեջ։ Իհարկե ոչ։ Միայն աղոթքով դու կարող ես այդ հոգևոր խաղաղությունը գտնել։